Երեխաների վրա ինչ հոգեբանական ազդեցություն է թողնում քաղաքական քարոզարշավների մեջ նրանց ներգրավումը, որպես հոգեբան ձեր տեսակետն է հետաքրքիր։ Դրան մեկ խոսքով կարելի է անվանել ամբողջ հասարակությունը վերից վար առանց սահմանափակումների քաղաքականացնել։ Այսինքն դա նման է մի երևույթի, որ օրգանիզմը, ասենք, եթե մենք համեմատենք, օրգանիզմը, ասենք, ոչ հավասարաչափ, ասենք, զարգացնել, ոչ ինտենսիվ եւ երեխաների անչափահասների վերաբերյալ ընդհանրապես հայ հասարակության մեջ մեծերը միշտ մեր, ասենք, երբ որ ունեցել ենք հասարակական բարքեր եւ դա միշտ մենք ունեցել ենք երեխաների եւ անչափահասների ներկայությամբ մեծերը ձեռնպահ են մնացել, միշտ դա նկատվել է, որ որոշակի ինչ-որ մի արտահայտություններ անել, որ դա մեծերը պետքա դրա մասին խորհեն, դատեն, իսկ տանիքում ավելի լայն հասարակության առանց սահմանափակումների, այսպես կարելի ասել, վերից վար բոլորին երեխաներին, հաշմանդամներին, կանանց ընտանի խոսվել է միայն այնպիսի թեմաներ բացարձակ ազատականության, որոնք վերաբերվել են բարիքներին, արժեքներին, հայրենիքին, ազգին եւ կարծես վերից վար այդ մեկ օրգանիզմը սնվել այս գաղափարներով, այս արժեքներով կարելի ասել։ Բայց հիմա հակառակ process-ն է տեղի ունենում։ Այսինքն աղճատվում են, խոշոր պլանով եմ ես այս ձեր հարցում եկնում, աղճատվում են այս արժեհամակարգերը եւ այն, որ ամբողջ հասարակությունը պետք է սնուցվեր, որպես ինքը հասարակությունը կարելի ասել շնչեր, արտաշնչեր այս արժեքներով եւ մեկ դառնար, ամբողջականացվեր, կոնսոլիդացվեր, դա աղճատվում է։ Եվ այնպիսի բառապաշարներով, այնպիսի քաղաքական նոր ի հայտ եկած տեխնոլոգիաներով իրավականացված այսպիսի իրական Հայաստան, չգիտեմ, այնտեղ հայրենիք եւ երկիր այս հասկացությունների փորձարվում է, այսինքն մեկ, ասենք, ասպեկտով ներկայացնել եւ այստեղ ոչ միայն տեսանելի իրավական դաշտի այս աղճատումը տեղ ունենում, այլ ամբողջ արժեհամակարգի եւ նաեւ հոգեվոր դիրույթում։ Թե որ մենք նույնց եկած ազգ ենք, շատ հին ազգ ենք եւ այդ ամբողջ փորձանել ջնջել, փորձանել, գիտեք, դուրս թողնել իրականությունից պատմական հիշողությունը, հայրենիք հասկացողությունը, արժեքային համակարգ, որով մենք ի տարբերություն շատ ու շատ ազգերի դրանով ենք մենք ծնվել, դրանով ենք մենք հաղթել։ Շրջանառության մեջ մղելով կոնցենտրացված այսպիսի տերմիններով նորահայտ այդպիսի բառապաշար, իրական Հայաստան եւ հայրենիքը կարծես թե մոռացության ադրվում, այս երկուսի միջև այն, որ կա անբաժան այդ տրամաբանական միջնորմը, հոգևոր, իսկ ասեմ տրամաբանական հայրենիք հասկացողության փորձվում է լուսանցքում թողնել, որ կամաց սա դառնա, ոնց ասեմ, այսպես անթափանց մի անձգա, մի մարմին, որ ընդհանրապես այլևս ազգին պետք չգա էլ։ Երեխաներին դրա համար եմ ասում, միակ բանը, որ մեծերի ներկայության բոլորի առանց համանախապակման կարելի է տալ, դա արժեքներն է։ Իսկ քաղաքականությունը որ բանից դարձավ, քաղաքականությունը պետություն, կառավարման պետությունների միջպետական հարաբերությունների հաստատման եւ ընդհանրապես կառավարման տեխնոլոգիաներ են։ Եվ դա հատուկ կրթության եւ ուսուցումների միջոցով մարդուն կարելի է տալ, երբ որ նա արդեն չափահաս է։ Երեխային մղել քաղաքական դաշտ, դա նշանակում է ինչ-որ մի բան, որ այդ տարիքում երեխան պարտադիր պետք է ստանար դպրոցյան տարիներին, այսինքն որոնց անբաժան մասը նաև արժեհամակարգ կոչվեն գիտելիք։ Դա այդ ժամանակ ուրեմն նա բաց է թողնում որոշակի բաներ, երբ որ իրացիոնալ տարրեր կամ վիրուսներ այդ տարիքում իր համար այդպիսի քաղաքական տեխնոլոգիաների ուսուցումը, քաղաքական գործընթացների մեջ նրանց մասնակցությունը վիրուսների նման գտնելու են նրանց կյանքում եւ նրանք այդ տարիքում արդեն իսկ ինչ որտեղ ախտահարված, այո, իսկ երբ որ օրգանիզմը ախտահարվում, օրգանիզմը չի կարող համաչափ զարգանալ։ Այսինքն նրանք
այն տարիքում որ պետքա 100 տարի, 1000 տարի այդպես եղել է, պետքա ստանային այն ինչ պետքա ստանային դպրոցից, ընտանիքից եւ հասարակությունից, այսօր պետությունը աղջատում այդ արժեքները, փորձում է աղջատել։ Այսինքն թուրքական թեզիսներ են ներարկում երեխաների մեջ։ Այդ թեզիսների միջոցով այնպիսի կեղծ արժե համակարգ, այնպիսի թեորեմաներ, այնպիսի հասկացություններ, որ երեխաների եւ ընդհանրապես ինչու՞ չէ նաեւ մեծերի մեջ արժե համակարգայում տեղի են ունենում այսպիսի այլասերված, այսինքն երբ մարդ արդեն դեռ չպետք է դրա մասին կարծես թե ինքը մտածեր, խոսեր կառավարչական տեխնոլոգիաների եւ այլ եւ քաղաքական տեխնոլոգիաների, նա մտնում է արդեն իսկ դրա մեջ եւ կարող է արդեն ընտանիքում առաջանալ աղջատումներ, մեկը քիչ է հասկացել, մեկը շատ է հասկացել, սկսել իրար հետ մեկ բան մեջ հայր ու որդի իրար հետ, հայր ու զավակ 15 տարեկան կամ 12 տարեկան սկսեն վիճաբանել, այդ ու սխալ ես, դու ճիշտ ես։ Շատ բաների մասին կարելի է խոսել, մանավանդ այդ դուք նշեցիք հոգեբանական ասպեկտից, թե ինչ է տեղի ունենում նման արժե համակարգի, իրացիոնալ արժե համակարգի տարածման դեպքում։ Մեր համանadrության մեջ կատարանջատում հոգևոր եւ աշխարհիկ իշխանություններ եւ դա մենք այդպես քայլել ենք բավական երկար ժամանակ, երբ որ մենք չենք ունեցել պետություն մենք 600 տարի այսպիսի պայմաններում առանց պետության ապրելու պայմաններում մենք թուրքահապատակ չենք դարձել, մեր ինքնությունը կարողացել ենք պաշտպանել եւ յուրօրինակ այս ուղին, որ հայ ժողովուրդը անցել է, սա չգիտեմ դոկտորական թեզ կարելի անվանել կամ չգիտեմ, որ այդ բանաձևերը որպես դրվել են ապրելու, հետո նաև ամրագրվել սահմանադրությամբ։ Իզուր չի այդ ձևական չի այս հոգևոր եւ աշխարհիկ իշխանություն։ Բայց որ մերօրյա հասարակությունում հեոստատեսությամբ ոչ թե տարին մի անգամ այլ ամենօրյա ռեժիմով մեկը մյուսի տիրույթ է մտնում, այսինքն մտնում են հոգևոր դաշտ, խնդիրները վերցնում իրավական լուծումների առաջարկով, իրավական բանաձևերով, չգիտեմ ինչու, բայց այդ բանաձևերի մեջ չգիտես ինչու ոչ մի, այսինքն իրավական հիմնավորումներ չկան։ Դատարկ են, այսինքն եթե մի հարց փորձում ես տեղափոխել իրավական դաշտ, որպեսզի քո դատարանով կամ չգիտեմ իրավական համակարգով լուծես, պետք է դատավոր հարցնի որն է հիմքի իրավական։ Իսկ հոգևոր արժեքները կամ բարոյական արժեքները, այսինքն ամուսնացած է կամ երեխա ունի, ամուսնացած չի կամ չգիտես, այսինքն ակնհայտ խեղաթյուրում է այստեղ։ Մեր երեխաներն էլ սա նայելով իրենց թվում է, թե սա նորմալ է։ Թե որ մենք մեծերս գիտենք, որ սա նորմալ չէ, այսինքն մենք հասկանում ենք, բայց մենք ժամանակին երևի ստացել ենք արժե համակարգային այնպիսի այսինքն ժամանակ հատվածում ենք ապրել, որ ստացել ենք այս պաշարը եւ հեշտությամբ չենք դրվում այս կարողանում ենք պաշտպանել ինչ որ առումով մեր անձը։ Երեխաների նման օրինակ, այո, երեխաների վրա այս միտումնավոր ազդեցությունը, սա գիտես այսօրվա մարդիկ, այսօրվա հասարակությունը կարող է չնկատել, թե իրանց տուն առանցքային եւ առհասարակ ինչպիսի արժե համակարգային եւ հոգեվոր դեգրադացիաներ են տեղի ունենում, բայց մեկ բառով ես կարող եմ սա ասել, որպեսզի յուրաքանչյուրը հետևի սրան, սա պլանավորված դեգրադացիա է, պլանավորված է սա եւ հերու տեղեր է տանում եւ նաեւ հերվից է գալիս։ Սա շատ այսպես փոքր քայլերով նկատելի չէ, բայց վերլուծաբանները իրավական հոգեբանական վերլուծաբանները, չգիտեմ, միգուցե նաև այլ մասնագետներ, որոնք փորձեն խորամուխ լինել այս ամենի մեջ, կտեսնեն, որ իրականում դա հենց պլանավորված դեգրադացիա է, որի արդյունքում իհարկե մենք շատ վտանգավոր տեղ ենք հասցել, նաև պետության կորստով կարելի է, չէ՞ որ ամեն ինչի մայրը եւ նաև պետության մայրը դա հասարակությունն է։ Հասկացա։ Եթե մայրը հիվանդ է, ինչպես կարող է առողջ երեխա ծնվել կամ այսպես կարելի է առարկայական նույնիսկ համեմատականներ բերել, որ հասարակությունն է մայրը։
ինֆորմացիոն նաև կարելի է խելացի մեկնաբանություններով, առանց էմոցիաների, առանց այսպես բարդ քաղաքական տերմինոլոգիաների զուտ գեղեցիկ հայերենով հասնել երեխաների սրտին, հասնել հասարակության սրտին, որպեսզի հասարակությունը նաև ինչ որտեղ թեկուս ոչ շատ խիտ, այսպես նոսր լույսեր տեսնի, որտեղ հասարակությունը մթագնած երկար այսպես առողջ չի կարող մնալ, հասարակությունը լույս է սիրում, Հասկացա։ հասարակությունը բարօրություն է սիրում, եւ առավելապես այդ հասարակության խոցելի շերտերը, ինչպես որ դուք ճիշտ նշեցիք, դա երեխաներն են եւ մենք շատերը հիմա նույնիսկ մի փոքր մեր հասարակության հատվածի նկատմամբ ովքեր այս տարիներին ավելի ուսման նկատմամբ գիտես անտարբեր դարձան, չեն ուսում ստանում եւ այլն, եւ օգտագործելով արդեն այս բանը նրանց համարում են դեր ուղեղում ամեն ինչը եւ ես կամահրանքով նման ծաղրալի վերաբերմունքի ենթարկել հասարակությանը, դա այսպես ղեկավարի դիրք չի, ղեկավարը գիտեք պետք է ունենա ցավով սիրտ, հոր սիրտ պետք է ունենա, որ նախ ինչ եմ տվել ես այսօր իմ երեխային եւ եթե չեն կարողացել ինչ-որ պատճառներով, գոնե պետք է կարողանամ վերաբերմունք ցույց տալ, որ կամաց նրա մեջ ներարկեմ այս ամեն ինչ։ Դա նաև իր, ասենք, պատճառաբանություն ունի, այսինքն երեխաներին թեքել այլ համագարկային շտերի նյութական, ասենք, չի հասկանում, որ ասենք ամբողջ այսօր մեր հոգևոր Հայաստանը ճզմվում է այդ նյութական գերակշռության տակ եւ մեր ուժը հոգևորն է, մենք դերությունների դեմ մենք նյութականով կամ այլ բաներով մեր կոնցենտրացված ուժը, որ մենք հաղթել ենք, գոյատևել ենք եւ պիտի գոյատևենք, դա հոգևոր մեր պայքարի անընդունությունն է եղել։ Եվ հիմա նորից հոգևորից շեղել հասարակության եւ մանավանդ երեխաների ուշադրությունը դեպի նյութականը, դեպի ստամոքսային մտածողությունը, դա չարիած ամենամեծ չարիքն է, որ այսօր սերմանվում է վերից վար, որի համար իհարկե ես որպես հայ, որպես ծնող շատ ցավում եմ։